Շնորհակալություն հանձնաժողովի հարգելի նախագահ, հանձնաժողովի հարգելի անդամներ, ձեր քննարկման է ներկայացվում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհետ կորած անձանց մասին օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական պատերին։ Նշեմ, որ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհետ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, անձանց նշված շրջանակի վերաբերյալ առանցքային հարցերը առհասարակված են մնացել, իսկ որոշ հարցեր թեև տարբեր իրավական ակտերում ստացել են որոշակի կարգավորում, սակայն թերի են ու չխմբավորված, նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք, որով կապահովի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումը։ Ներկայացնեմ նախագծի հիմնական կարգավորումները։ Նախագծով սահմանվում է, թե ով է համարվելու անհայտ կորած անձ, եթե հակիրճ, ապա զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող այլ անձը, այդ թվում կամավորականը, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում կամ հանգամանքներում, պաշտպանության գործողությունների մասնակցելու կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, կամ զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող խաղաղ պայմաններում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքները, այդ թվում անհայտ կորած անձի անհետացման պատճառների եւ հանգամանքների, գտնվելու դեպքում գտնվելու վայրի, մահվան դեպքում մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքը, մարմինը մասունքները ստանալու իրավունքը եւ այլն։ Նախագծով նաև սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմում ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստրի։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվություն։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքներ, որի ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո արկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Նշեմ նաեւ, որ այս որոնողական աշխատանքների եզրափակման մասում սահմանվել է, որ հետախուզումը դադարեցվում է անհայտ կորած անձի գտնվելու վայրը, ուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի մասունքները գտնվելու վայրը պարզելու օրվանից 3 օրվա ընթացքում, որի մասին անհապաղ նշվում է նաև համապատասխան ռեեստրում։ Իսկ անհայտ կորած անձի դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը չհայտնաբերված լինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում։ Որպես անհայտ կորած անձանց հարցերով լիազոր մարմին նախատեսվում է ազգային անվտանգության ծառայությունը, սահմանվում է վերջինիս լիազորությունների շրջանակը։ Մասնավորապես լիազորությունների շրջանակը ներառում է անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգում, տեղեկատվության ստացում եւ պետական մարմինների կողմից ստացված տեղեկատվության հավաքագրում, անհայտ կորած անձի հետախուզում, նրա գտնվելու վայրի կամ նույնականացման նպաստող ստացված տեղեկատվության եւ փաստերի հավաքագրում եւ ստուգում, հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ, նրանց անհայտ կորած անձանց հետախուզման ընթացքի եւ արդյունքների, անհայտ կորած անձանց նույնականացման, անհետացման հանգամանքների ու պատճառների քննության արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում եւ այլն։ Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի մասին ես նախորդ թիվ խոսեցի, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նախագծով սահմանվելու են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը, որոնք շատ դեպքերում բխում են նաեւ գործող օրենսդրությունից։ Մասնավորապես նախատեսվել է, որ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, մահվան դեպքերում ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն։ Ընտանիքի այն անդամներին,
մարմինները, որոնք անձի անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփական բնակարան կամ ունեն, բայց այն 4-րդ աստիճանի վթարային է եւ քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող եւ նրանց սեփականության իրավունքով կարող է հատկացվել բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար կարող է տրամադրվել համապատասխան աջակցություն։ Զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը, կինը ընդհանուր մրցույթից դուրս ընդունելության եւ անվճար ուսումնառության իրավունք ունեն բուհերում։ Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը կենսաթոշակային ապահովության եւ նպաստի ստացման իրավունք ունի, որն իրականացվում է ոլորտային օրենքով սահմանված կարգով։ Ընտանիքին տրվում է նաեւ դրամական աջակցություն կառավարության սահմանած կարգով եւ չափերով, ընտանիքի անդամներն օգտվում են հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից եւ փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով։ Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը սոցիալ-հոգեբանական օգնության իրավունք ունի եւ այլն։ Անհայտ կորածների եւ ծնողների մտահոգությունները Կորածների, ծնողների եւ բարեկամների մտահոգությունները հաշվի առնելով սահմանվել է, որ անձի անհայտ կորելու փաստով անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացված լինելու եւ միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնված լինելու դեպքում քննիչն անհապաղ միջնորդություն է ներկայացնում դատարան անհայտ կորած անձին առնչվող հեռախոսազանգերի տվյալները դրանց կապակցությամբ տեղաշարժի տվյալները ստանալու համար։ Դատարանի համապատասխան որոշումը հիմք է, որ անհայտ կորած անձին հնարավոր լինի որոնել նաեւ բջջային հեռախոսի գտնվելու վայրով տեղեկատվություն ստանալով այն մասին, թե ում հետ է կապ հաստատել անհայտ կորած անձը բջջային հեռախոսով, թե տվյալ պահին որտեղ է գտնվում հեռախոսը եւ այլն։ Նախագծով դրույթներ են սահմանվել նաեւ անհայտ կորած անձանց մարմինների հետախուզման, նույնականացման, արտաշիրիմման եւ դրանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաեւ միջազգային համագործակցության մասերով։ Միաժամանակ հարակից օրենքների նախագծերով նախատեսվում է կերակրողին կորցնելու դեպքում անհայտ կորած անձի ընտանիքի անդամների կենսաթոշակի, ինչպես նաեւ նպաստի իրավունքը կանոնակարգելով նաեւ դրա կիրառման առնչվող հարաբերությունները։ Իրավական հիմք է ստեղծվում անձին սոցիալական աջակցության տեսակ հանդիսացող սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրել նաև անհայտ կորած անձանց ընտանիքի անդամի անհայտ կորելու դեպքում եւ այլն։ Վերնշյալի հաշվառմամբ տեղեկացնեմ, որ նախագիծը բոլոր շահագրգիռ մարմինների հետ ոչ մեկ անգամ քննարկվել է։ Տարբեր քննարկումներ են իրականացվել նաև անհայտ կորած անձանց ծնողների եւ հարազատների հետ եւ նախագիծը լրամշակելիս նաեւ հաշվի են առնվել նրանց կողմից ներկայացված դիտողություններն ու առաջարկները։ Նախագիծը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների, Կարմիր խաչի ներկայացուցչության գործընկերների հետ, նախագծում ներկայացված փաթեթում նաեւ տեղ են գտել նրանց կողմից ներկայացված առաջարկները։ Խնդրում եմ նախագծին տալ դրական եզրակացություն։ Շնորհակալություն տիկին նախարար, հարցեր հիմնական զեկուցողին Լևոն Մանուկյան, խնդրում։ Տիկին Գալյան, իրոք որ աշխատանքային շատ մանրամասն քննարկում ենք ունեցել, այնտեղ որոշ անհանգստություններ կար, ուղղակի աշխատանքայիններ, փակնիստեր ավելի բաց են խոսում, քան որ բաց է, բայց մի բան եմ ուզում ճշտեմ, անհայտ կորած անհասկացության տակ որտեղ ի սկզբանե նշում էր միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հանվել է, թե չէ, եւ երկրորդը շատ կարևոր է իրականում այս նախագիծը, եւ երկրորդը ցավալիորեն անցնող տարիներին, երկար տարիներ անհայտ կորած անձանց հարազատները շատ հաճախ դյում էին կտրուկ գործողությունների, դժվարություն էին ունենում տեղեկատվություն ստանալու, լիազոր մարմնից տեղեկատվություն ստանալու, այսինքն բանը հասնում էր այնտեղ, որ ԱԱՏ շենքի դեմ ցույց էին անում, որպեսզի ԱԱՏ տնօրենը ընդունի այստեղ կետ կա, որ հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների հետ եւ այլն։ Հնարավոր է արդյոք ինչ որ փոփոխությամբ խիստ կանոնակարգվի, այսինքն պարտավորված լինի լիազոր մարմինը, մարմնի ներկայացուցիչը բարբերական դրությամբ հարազատների հետ շփում ունենալու այսքան։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք անհայտ կորած անձի հասկացությունը չենք սահմանափակել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքով։ Ես ինչպես նշեցի, անհայտ կորած անձ կարող է լինել եւ ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցած եւ չմասնակցած անձը, որն անհայտ կորել է տարբեր իրավիճակներում, այդ թվում զինադադարի ժամանակ, այդ թվում խաղաղ պայմաններում, այդ թվում ռազմական գործողությունների ժամանակ եւ դրանից անմիջապես հետո եւ կրկնում եմ, ձեր հարցի պատասխանն է, որ
ոչ միայն ՀՀ քաղաքացին կարող է համարվել անհայտ կորած անձ։ Ինչ վերաբերում է կոմունիկացիային հարազատների հետ, մենք այս մասին մտածել ենք եւ քննարկել ենք նաեւ ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ եւ նախատեսվել է հետեւյալ դրույթը, որ ռեեստրում, որը պետք է վարվի լիազոր մարմնի կողմից եւ հասանելի լինի նաեւ պետական տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանք հետ կարողանան իրենց վերաբերելի տեղեկությունները լրացնեն, այդ տվյալները հասանելի են համապատասխան դիմումի հիման վրա անհայտ կորած անձի ընտանիքի անդամին։ Այսինքն ցանկացած դեպքում դիմումի արկայության պարագայում լիազոր մարմինը պարտականություն է կրելու հայտնել ռեեստրում արկա բոլոր տվյալների մասին։ Տիկին Գալյան, միայն ռազմական գործողություններին է վերաբերում, թե հատուկ միջոցառումներն էլ ներգրաված են անհայտ կորածների շրջանակը, դրա մեջ մտնում է թե չէ։ Տարբեր իրավիճակներում անհայտ կորած անձանց մասին է խոսքը, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ մարտական առաջադրանք կատարելու հետևանքով նաև անհայտ կորած անձանց է վերաբերում։ Բոլորին է վերաբերում։ Եվ նաև ռազմական գործողություններից հետո հաջորդող 6 ամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, ինչպես ես արդեն նշեցի, անհետացած անձանց է վերաբերում։ Այլ միջոցառումներ կան, որտեղ Այդ սկզբում մարտական գործողությունների ընթացքում, որոնք հատուկ հանձնարարությամբ են տրվում, այո։ Հարակից զեկուցման համար Ազգաժողովի անդամ Քրիստինե Պողոսյան։ Շնորհակալ եմ, պարոն Քոչյան։ Տիկին Գալյան ներկայացրեց օրենքի նախագիծը, ես ճիշտ ասած մի քանի հարց ունեի, օգտվեմ արդից հենց հարակից զեկուցման ժամանակ այդ հարցերը բարձրաձայնեմ։ Պետության պոզիտիվ պարտավորությունների մասին էր հարցս Տիկին Գալյան, բայց այդ հարցերը դուք նշեցիք, որ ներառում են, ես բոլոր կետերով նայեցի, զուտ հարցը ինչի համար է առաջացել, տեսեք, անհայտ կորած անձանց հասկացության իրավական սահմանումից հետևում է, որ պարտադիր պայման է հանդիսանում զինված հակամարտության ժամանակ հետո նրա անհետանալը եւ նրա վրա տարածվել են եւ տարածվում են Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրությունը ռազմական դրության մասին օրենքում, մինչդեռ նախագծի 2-րդ գլխի 2-րդ հատվածի առաջին մասում ուղղակի է նշված անհայտ կորած անձը ձեռք է բերում անհայտ բացակայող կարգավիճակ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ուժով։ Բայց այստեղ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն անհայտ կորած անձին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը չի ազդում սույն օրենքով անհայտ կորած անձի եւ նրա ընտանիքի անդամների համար նախատեսված իրավունքների վրա եւ այստեղ հարց է առաջանում անհայտ կորած անձի նկատմամբ քաղաքացիական մեխանիզմների զուգահեռ կիրառումել, այսինքն զինվորական հակամարտության ընթացքում անհայտ կորած զինծառայողի նույնականացումը հավասարեցում անհայտ բացակայող քաղաքացիական անձի հետ զրկում է արդյոք նրա անհայտ կորած զինծառայողի հատուկ կարգավիճակից, թե նույն անձը օժտվում է երկու կարգավիճակով։ Մնացած հարցերը, որոնք վերաբերում էին պոզիտիվ պարտավորություններին, դուք ասեցիք, եթե այս հարցի պատասխանը մենք չտենք, արդեն մնացածը հասկանալի կլինի, էլի, որտեղ ոնց որ երկակի իմաստ է ստանում, ընդհանուր օրենքի հետ ոչ մի հակասություն չունեմ, խնդրում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ, շնորհակալ կլինեմ, թե արձանագրեք։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, երկու տարբեր կարգավիճակների մասին է խոսքը ու չկարգավորման պայմաններում ծնողները եւ հարազատներն ունեին մտահոգություն, որ եթե քաղաքացիական իրավական տարբերակով անձինք ճանաչվեն անհայտ բացակայող, գուցեև նրանց նկատմամբ դադարեն այն երաշխիքները գործել, որոնք գոյություն ունեն, մենք դա բացառելու նպատակով ենք սա նախատեսել, այսինքն երկու կարգավիճակները ըստ էության շարունակելու են գոյություն ունենալ եւ քաղաքացիական դատավարության կարգով անհայտ բացակայող ճանաչելը չի նշանակելու, որ հետախուզումը օրինակ անձանց նկատմամբ դադարեցվելու է, բայց նշանակելու է, որ հարազատները կարող են օգտվել այն երաշխիքներից, որոնցից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարության կարգով անձը ճանաչվի անհայտ բացակայող, օրինակ կարող են լինել ժառանգության հետ կապված հարաբերություններ կամ քաղաքացիական իրավական այլ հարաբերություններ, որոնց հետ կապված երաշխիքներից այս պահին չեն կարողանում անձինք օգտվել, ինչու, որովհետև վախենում են դիմել քաղաքացիական դատարան նմանատիպ դիմումով։
այսինքն որպեսզի անձը ճանաչվի անհայտ բացակայող, այնպես որ հարցի պատասխանն այն է, որ երկու տարբեր կարգավիճակների մասին է խոսքը, քաղաքացիադատավարական կարգով անհայտ բացակայող ճանաչվելը չի նշանակում, որ անձի նկատմամբ դադարել են գործել այն բոլոր երաշխիքները, որոնք սահմանված են Ժնևի համապատասխան կոնվենցիայով։ Ավարտեցիք։ Հարցեր հարակից զեկուցողին։ Հարցեր չկան, հերթագրում ելույթների համար։ Սա արդյունք է, որ մենք աշխատանքային լուրջ իրականում քննարկում ունեցել ենք եւ մանրամասն քննարկել ենք եւ ըստ էության շատ կարեւոր օրենք է հիմա հանձնաժողովում դրված, որը որ դրական եզրակացություն ստանալու դեպքում մենք կամբողջացնենք այս խնդրի հետ կապված բոլոր վիճելի հարցերը։ Եզրափակիչ ելույթի համար Տիկին Գալյան, հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը եւ հարակից օրենքները առաջին թերսման ընդունելու հարցը դրական եզրակացություն ստանալու դեպքում լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու խնդիրը ովքեր են կողմ դեմ ձեռնպատ չկա Տիկին Գալյան, շնորհակալություն։ Դուք կարող եք մոտենալ մի քիչ այս կողմ, պարոն Սարգսյան, եկեք այս կողմ։